Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաջ Ալաբյանը եւ իմ հյուրն է Նարեկ Ամիրխանյան։ Yes. Ինքը Rearrange podcast-ով։ Այո, շնորհակալություն։ Ո՞նց եք։ Լավ։ Ես սկսեմ։ Չէ, ես սկսեմ։ Ոնց որ մեր դաշտ եք մտել, չէ՞։ Ավելի շուտ ուզում եի հարցնել ոնց է գնում ձեր ֆինանսական գրագիտության podcast-ը։ Դե, այս podcast-ը երբ մինչև դուրս գա, արդեն 3-րդ էպիզոդն է հանած կլնենք։ 3 էպիզոդ արդեն հանել ենք, Ալիքյանը դրել ենք բան, փողի մասին։ Դες երկար մտածում ենք ինչ անուն դնենք, հետո հասկացանք, եթե փողի մասին ենք խոսալու, կարելի անուն դնել փողի մասին ու հենց ինքը ոնց որ անունը ամեն ինչ ասում է, էլի։ Բայց մենակ ոնց որ բացի ֆինանսական գրագիտություն, ընդհանրապես փողի թեմաներին էլ ենք անդրադառնալու, էլի։ Փողի թեմա ո՞րն է։ Դե ոնց աշխատել, թե ոնց ծախսել, ոնց ծախսել, ոնց խնայել։ Morgan House-ը նոր գիրք է գրել։ Ինչ է գրել։ The Art of Spending Money։ Փողը ծախսելու արվեստը։ Դե նայեք միշտ բան է, չէ՞։ Այն առաջի գիրքը իր բանը էր, ոնց որ խնայողության մասին էր, ոնց խնայես, այս կոմենկոմանի մաս չծախսես, այս մեկը ոնց որ լավ խորհուրդներ է տալիս, ոնց հասկանաս, ինչի վրա ծախսես, ինչի վրա չծախսես։ Ու ասում է դե բնականաբար ամեն մարդու համար տարբեր է, թե չէ ոչ թե արվեստ կդնեի անունը, գիտություն կդնեի, էլ այսինքն ամեն մեկը իր արվեստը պետք է ստեղծի։ Բայց ո՞րն է գրքի հիմնական ինսայթը։ Ինչ է խորհուրդ տալի, ոնց էր ասում անեք։ Հիմնական ինսայթը այն է, որ ոչ թե ծախսի ստատուսի համար ուրիշներին ցույց տալու, որ լավ iPhone ունես կամ լավ Lamborghini ունես, այլ ծախսի նրա վրա, ինչից որ դու բավարարվածություն ես ստանում։ Դե մատ հետաքրքիր խորհուրդ է տալիս, ասում է ես ոնց եմ գիրք կարդում, ընդհանրապես ասում է աշխարհում 4 միլիոն անգլիալեզու գիրք կա, ու այդքանը չես կարող կարդաս, էլի։ Ասում եմ, ես լիքը տարբեր գրքեր սկսում եմ, որը ճտում եմ մոտս, շարունակում եմ, որը տենց կարդում եմ, հետաքրքիր չի, թողում եմ, այսինքն չեմ ինձ տանջում էլի մինչև վերջ։ Ասում եմ, նույն ձևի կարելի է փողին վերաբերվել, տարբեր բաների վրա ծախսի, տես այդ ծախսածը քեզ բավարարվածություն տալիս է, դրանից հաճույք ստանում ես, թե ինքը տենց ավելի մեկ անգամ էր ծախսեցիր անցավ ու եթե ոնց որ չկա այդ բանը, թող էլի, այսինքն մի ափսոսա ծախսել, բայց անիմաստ էլ մի գնա դրա հետևից, էլի, քթի այն ինչից ես դու։ Ինչնա քեզ ինչնա քեզ կյանքի իմաստ տալիս երջանկություն։ Հաջորդ օրը փոշմանում ես։ Հա, ոչ թե ուրիշները ինչ կմտածեն, ես հագնեմ, ես քշեմ, ես բռնեմ եւ այլն, այլ ինչն է, դու կարող ասենք հաճույք ես ստանում մարդկանց լավություն անելու, որը բարեգործություն անելուց բանս։ Շատերը տենց են։ Իմ մոտ օրինակ այդ բաները որ գալիս է մոտ մարդկանցից, չգիտեմ, Facebook feed-ում էս երեխեքի համար կամ այն բանն են անում։ Ես գիտեմ, որ ասենք այդ բանը անում եմ նվիրատվությունը, հետևից անպայման փող է գալու։ Դե ով տալիս է։ Բայց ոչ թե անում եմ նրա համար որ գալիս է, այլ որ անում ես մի տեսակ քեզ ավելի այդ օրը ավելի բան լինում։ Իմաստալի լավ ես կում, հա։ Շատ լավ հասկանում եմ ինչ եք ասում, իմ մոտ էլ է տենց ու բանը, ես այդպես իրական հետաքրքիր այդ գիրքը չեմ կարդացել, բայց անպայման կարդամ, բայց այդպես գտնես այն ինչն որ քեզ հաճույք է պատճառում ու դրա վրա ծախսես, այդ այդպես շատ կարևոր բան է։ Իմ մոտ այդ բանն է, սպորտն է ու գադջետները, մանր-մունր այդպես էլեկտրոնի բաներն է։ Դե Kindle-ից էր, չէ՞, հարցը on-line։ Այդ Kindle-ի լավը է, այդ գիրքը հենց դուրս եկավ, ես մյուս օրը Kindle-ով առա կարդացի։ Հա։ Ես հեսա բան կանեմ, podcast-ը պրստենք կառնեմ Amazon-ով։ Հա, օրինակ Kindle, այդպես մանր-մունր ինչ-որ էլեկտրոնիկայի վրա ես ծախսում եմ ու այդ հաճույք է պատճառում, այդպես հետաքրքիր է ինչ կանի, ոնց կանի, ու նաև շատ սիրում եմ սպորտի վրա ծախսեմ։ Այդ շատ բաներ մենակ ես եմ տենում, բայց դա ես անում եմ իմ համար։ Ու դա ինձ ինչ-որ ձևով լցնում է իմ կյանքը ու շատ հետաքրքիր գիրք հաստատ կկարդամ խորհուրդներ։ Լավ անում եք դրե, գիտես ինչի, որովհետև փող բառից մեր մոտ խուսափում են։ Հա, Մարդիկ չեն սիրում, ինքը փողը տենց ինչ որ
բացասական կոնոտացիա ունի, էլի։ Բայց այսօր ենք հենց խոսում այդ թեմայով, որ օրինակ եթե փող ունես, չեմ ասում հարուստ ես, գոնե քո կարիքները հոգացել ես ու ինչ որ բան ունես հետ գցած, չգիտեմ, այդ դուք էլ եք խոսացել, ես էլ եմ խոսացել այդ անվտանգության բարձիկի մասին։ Օրինակ միջին եկամուտների տեր մարդ ես, ունես քո 6 ամսվա անվտանգության բարձիկը, այդքան է արդեն բարարը, որ լիքը հարցերում դու կարաս քեզ շատ բաներ թույլ տաս ու նաև ինչի՞ չէ լավ մարդու որոշ ավելի լավ մարդ լինես, որտեղ քեզ ավելի հեշտ է մարդկանց օգնել։ Դե բացի այդ բարձիկը քեզ թույլ է տալիս լարված չլինես, այսինքն դու չունես ու քո մոտ ինչ որ բան է տեղի ունեցել, այդ քեզ մեծ ստրեսի մեջ է դնելու։ Ու պլյուս մի հատ հետաքրքիր բան եմ ես նկատել ու բարձա դրա որով research չկա, բայց հաստատ ինչ որ բան կլինի, պետք է չփորեմ գտնեմ, որ երբ որ դու պարկ չունես, հնարավորությունները քո համար, նոր հնարավորությունները անգլերեն ասած opportunity-ն շատանում է։ Ինչի երբ որ դու պարկ ունես, իմ կարծիքով այդ չգիտեմ, այտենց թեզա մոտս եկել, հիմա կիսվեմ, ասեք ճիշտ է թե չէ ձեր կարծիքով։ Երբ որ պարկ ունես, քո ուշք ու միտքը աշխատելն է, այդ պարքերը տալն է ու քեզ անդադ դալարվածության մեջ ապահովում, անգամ եթե դու դա չես զգում։ Ես օրինակ չէի զգում, բայց երբ որ վարկերս փակեցի, որոշ ժամանակ հետո կինոս ասես նարեկ ոնց որ տենց ավելի հանգիստ ես, ու ժամանակ այդ միտքը եկավ, որ հա իրոք ավելի հանգիստ է, որտեվ բանկից ես եմ։ Դե ոնց որ մեջքը ցավում է, գնում ես նիարում ես մի 7 կիլո գցվել, մեջքի տավդ բերը քչանում է։ Լրիվ, ու երբ որ դու ավելի հանգիստ ես ու պլյուս արդեն պարտավորված չես ամեն ամիս բանկին կամ ինչ-որ մեկին փող տաս, լիքը բաներ, որ առաջ դու չէիր նկատում, շատ բաներ, ու որը կարող քո համար ապագայի մասնագիտություն դառնա, կարիերայի աճ դառնա կամ բիզնեսի իդեա դառնա, դու սկսում ես այդ ամեն ինչը նկատել։ Ու որ նկատում ես, սկսում ես որոշ բաներ։ Նսի անհատական մակարդակով կարծում եմ առանց պարտք ապրելը շատ ավելի ոնց էր։ Հա, ֆիզիկական անձանց մասին չխոսում, դու ավելի այդ Մորգան Հաուզելի առաջի գիրքը հիմնական ինսայթը ինչ ասում է, փողը պետք է նրա համար, որ դու քո անկախությունը վաստակես։ Այսինքն դու դրա համար ստիպված չլինես աշխատել կամ անել են ինչ որ այլապես չէիր ուզում անել։ Հա։ Դե բանը դրան Ամերիկա բան են ասում fuck you money, որ այդ ինչ քանակության փողն է, որ կարաս դու կոպիտ ասած ամեն ինչին ասես չէ։ Նայած քո ծախսելու սովորույթները ինչ է։ Հա։ Բայց բիզնես մակարդակով կարծում եմ դրա այդ ոնց որ աճելու համար փոխառոտ պարտ կա պետք է վերցնել, վար կա պետք է վերցնել կամ պարտատոմսա պետք թողարկել, որովհետև դա ավելի տեսականորեն ավելի էժան փող է։ Չէ, դե բիզնեսը լրիվ ուրիշ լոգիկայով աշխատում է, համաձայն եմ։ Հա, դե բայց երբ որ բիզնեսն ու դու ոնց որ միախառնված եք, քո բիզնեսն է, այդ բեռը մեկ այլի քո վրա գալիս։ Չէ, բայց դու եթե ՍՊ-ա կամ բաց բաժնետիրական է կամ փակ բաժնետիրական է, դու քո անձնական կորպորացիա ես դեպի գնացել, հա, քո անձնական ունեցվածքով քո ՍՊ-ն է, որտեղ դու 100% բաժնետեր ես կամ դու ընկերդ եք, մեկը այդ բանը վրա ոնց որ ամեն օր լինելու է, էլի։ Որովհետև բանկերն էլ ինչ են ասում, բեր տունդ գրավ դիր, բեր երաշխավորություն տուր, չգիտեմ, SN-ն, այսինքն այդտեղ բիզնեսն ու անձնականը բավականին իրար միախառնված են։ Հա, բայց պետք չի մեկը խառնել։ Ես օրինակ ոնց ասեմ, տենց դրա փորձառությունը ունեցել եմ, որ բիզնեսն ու անձնականը խառնել եմ, այդ լավ բանի չի վերում։ Այդ պարտքի մասով մի հատ sense բան էլ կա, այս մասսայական, որ ազգին կապեցին հիպոթեկի, ինքը իր թաքնված կողմերն էլ ունի, էլի։ Լավ թե վատ։ Վատ։ Ինչ որոնք մարդկանց կախվածության մեջ է գցում։ Դե ես այդ հարցին իմ Instagram-ում story-ով ասենք գործատուն կախվածության մեջ է գցում, օրինակ, չգիտեմ, ես տենց մի բավական երկար ժամանակ առաջ տես մի խնդիր ունեի, իմ գործատուից չէի վերցրել վարկը, հետո երեսով ստվեց, բայց ես այդ անկախության համար էլ չէի արել, բայց նաև կառավարությունն է դա օգտագործում, օրինակ որոշ ժամանակ առաջ էր կարդում էի տենց ինչ որ դատավորների խոսակցություն, որ
ավելի տարիքով դատավորները, ավելի ոնց որ արժանապատիվ դատավորները երիտասարդներին փնովում են, որ դες հիպոթեկով կարտի վրա են, գրիչոկի վրա են բան արել, այդ հիպոթեկի խաթր ոնց որ խղճի հետ բանի է գնում էլի, կոմպրոմիսների, մոտավորապես թեման էդ էր։ Հետաքրքիր է։ Դե երբ որ կոպիտ ասած քո հաշվին չես ապրում, այսօրվա քո հաշվին։ Էլի քո հաշվին ես, բայց ինչ որ Չէ, կոմպրոմիսի գնում ես, քո հաշվին չես, դու պարկով ես վերցնում, քո ապագա եսից ես պարկով վերցնում։ Կապ չունի սուբսիդավորված է, թե չէ։ Հիմա ապագա եսը դե կախված է նրանից այդ գործը տունես թե չէ, մանավանդ եթե քո գործը պետական գործ է։ Հա։ Չնայած սեփականն էլ դու շատ հանգիստ կարաս իրան գործնես էլի։ Instagram-ում հարցրել էի մարդկանց 3000-ից ավել մարդեր պատասխանա, եթե չեմ սխալվում, հարցրել էի, եթե հիպոթեք չունենաք, այսօրվա ձեր գործը կփոխեիք թե չէ, 50%-ից ավելի ասել էր մենք գործը կփոխենք։ Նշանակումա դու տան կախված ես էլի, կախվածության մեջ ես, հա։ դու քեզ ինքդ բանի մեջ ես դրել։ Հա։ 21-րդ դարի ստրկության։ Նույն ձև կարելի է, բայց ասել դա եթե վարձով ես մնում, մեկը այլի վարձ ես չէ տալի։ Վարձ տալիս ես, բայց դու կարաս գնաս, չգիտեմ, կենտրոնում էիր ապրում, կարաս գնաս Բանգլադեշում ապրես։ Այդ ընկերոջս հետ էի խոսում, ինքն էս կենտրոնում շատ թանկ տուներ վարձում։ Ասում էր, հա դե հիմա այդ եմ կարող ինձ թույլ տալու, այդ եմ անում, վաղը չունենամ, կգնամ Բանգլադեշ կոպիտ ասած, կամ չգիտեմ, աշտարակ։ Բայց մեր մոտ գներն ու վարձերն էլ է շատ անհամաչափ։ Ես հարևան ունեի 200 մետր տուն ուներ մշենքում, վաճառեց բավականին երկար ժամանակ առաջ ու բավականին թանկ այն ժամանակների համար։ Ասում է, այդ գումարով ես մի 30-40 տարի կենտրոնում վարձակալեմ կապրեմ էլի, ես ասենք տունս որ այդ գումարը տամ վարձով, հա, ասենք ավելավա ես այդ գումարը վաճառեմ դնեմ ավանդ, տոկոսից մի մասը տամ վարձով, ինձ էլի փող ամենում, այսինքն այդ համաչափությունները փողի կամ ներդրումների տարբեր բաներով խախտված է հատկապես անշարժ գույքում։ հա։ Մեր մոտ գույքը ավելի թանկ է, քան թե ինքը քեզ եկամուտ է բերում։ Այ իհարկե, բանը մի քանի շաբաթ առաջ հենց ընկերոջս հետ էինք խոսում, ինքը 12 հատ տուն ունի, Թբիլիսիում, մեկը Երևանում, բոլորը վարձով է տալիս։ Լուսում տաներ ավելի ժամ են, վարձը ավելի շատ է։ Անդե եկամտաբերությունը ավելի բարձր է, քան Երևանում, միջինով իր մոտ տարեկան եկամտաբերությունը 5.5% է, որը եթե ինքը այդ փողը ավանդ տներ, ավելի շատ կաշխատեր կոպիտ ասած։ Պլյուս ամենաոչ վարձ տալը ինքը նաև օպերացիոն բան է ընդհանրում։ Օպերացիոն ծախսեր է ու շատերը չեն հաշվում, որ մի քանի տարի հետո պետք է ռեմոնտ արվի, այնտեղ տեխնիկա պետք է փոխվի։ Ես էլ այդ չեմ ասում, ժամանակային էլ չէ, դու պետք է բարբերաբար ու կա երկարաժամկետ վարձակալություն, կա օրավարձ, ժամանակ ահավոր։ Բայց մյուս կողմից հարց է գալի, բա մարդիկ ոնց տուն առնեն, եթե ոչ հիպոթեկով այսօրվա Երևանի, Հայաստանի անշարժույթի գներն հենց է, որ շատ քիչ մարդ կար իրան թույլ տա քեշով տուն առնի։ Հարցը ինչի քեշով թե չքեշով, հարցն է, որ պետությունը այդ հիպոթեկը հեշտացրեց։ Հա, սուբսիդավորեց։ Այսինքն ինքը տենց մի հատ խայծ տվեց, որ դու իրականում ոնց որ վարկունակ չես, բայց վարկունակ դառար, այսինքն ավելի շատ մարդ վերցրեց եւ նաեւ մարդիկ վերցրեցին, որոնց տուն չի պետք։ Այլ օգտվեցին այդ սուբսիդիայից, ճիշտ է։ Հա, 2-3 հատ տուն ունեն 4 հատ։ Հետո փոխեցին օրենքը, հիմա տենց 5 հատ տուն այդ սուբսիդիայով չես կարող։ Դե այդ ամենասկզբում էր։ Հա։ Բայց իրական ասեն չի որ բոլոր պետք է կանխիկով առնես։ Չնայած հիմա օրինակ որ դուրս է եկել, չէ՞, այդ բանը։ Երևանից եկամտարկի վերադարձը դուրս է եկել, ինչ են անում կառուցապատողները, տարաժամկետ վճարումով են տալիս, ասում են, այո, ասում են վաճառում են քեզ ինչ ես գնով 2-3 տարվա մեջ վճարի։ 2-3 տարին 20 տարուց տարբերվում է, բայց տոկոս չկա, այսինքն ինչ որ փոխարինող մեխանիզմ են գտել, բայց դա ամեն դեպքում հիպոթեք չի։ Դե առանց տոկոս չի, բայց նաև ռիսկայնություն կա, որ այդ շենքը կարող է չկառուցեն։ Հատկապես այս վերջերս եղել է դեպքեր, որ կառուցապատողներ բան են եղել,
սնանք են ճանաչեն Դավթաշենի մի քանի հատ բարձրահարկով այդ Այդպես մի քիչ ճամբարխճության թեմաներ կա, այդտեղ բանկերով որոշակի մեխանիզմներ կա, բայց մենակ վերջացնելը չի։ Բավականին նաև տարբերություններ կա շենքերի որակի մեջ։ Դե դրա համար շենքեր կան լավ ավաճառվում, շենքեր կա այդքանը չէ, մարդիկ պատկերացնում են այդ ամեն ինչը։ Իսկ նույն տեղում կարող է երկու շենք կառուցվի, բայց մեկը որակապես լավը լինի, իր աուրան լավը լինի, չլինեն բնակիչները, իր կողքի լանդշաֆտը եւ այլն, ինքը ոնց որ ավելի շուկայական ավելի պահանջարկված լինի, մյուսը շատ ավելի։ Ընկերներից մեկի հետ էի խոսում, որ ամենամեծ գործակալություններից մեկը իրանց է պատկանում, ինքը ասում էր, որ առաջ ոնց էր, որ ամեն ինչը վաճառվում էր, կապ չունի որտեղ ինչ էր սարքում Երևանում, ամեն ինչը վաճառվում էր վերջի 2 տարին հատկապես, նենցա որ թաղամասեր կան, որ շատ լավ վաճառվում են, թաղամասեր կան, էլ լավ չեն վաճառվում ու կառուցապատողները սկսել են գները իջացնել, որովհետև այդ թաղամասի կամ նման շենքի պահանջարկը այն մարդը որ փող ունի չի ուզում այդտեղ ապրել։ Հիմա մի քանի պրոյեկտներ կան, որ ուղղակի շենք չեն, այսինքն իրանք արդեն թաղամաս են, իր էկոհամակարգով, որոշները բավականին այդպես լյուքս դասի, ինչ ասես առաջարկում են։ Հələ որ չգիտեմ, որ նմանները վերջացրած արդեն մարդիկ մտել են այդ ամեն ինչը տեսել են, զգում են, բայց կան այդպես պրոյեկտներ։ Իսկ թվում է անշարժույթը շատ աճեց Հայաստան, որովհետև Հայաստանում սկսեց ձևավորվի միջին դաս, երևի, չգիտեմ, 10 թվականից ենքում, չէ, սկսեցին միջազգային ընկերություններ կան, IT կամպանիաներ ձևավորվում են, բանկերում աշխատավարձներ ահագին մրցունակ դառան, շուկան սկսեց աճի, հետ սուբսիդավորվում։ Բանկերի ժողովուրդը անսահմանափակ չեն։ Հա, բայց ու պլյուս ահագին անհատ ձեռնոցներ։ Ստամա Ռուսաստանից էլ ահագին մեր հայրենակիցներ կան կամ բերեցին իրանց փողերը։ Հա, բայց ինչի անշարժ գույքի տենց ինստումենտից մեծ աճ կա, օրինակ նման պատկեր նաև Չինաստանում էր, մեր մոտ տրադիցիոն առումով մենք ներդրում ենք մեր համար հասկանալի ներդրումը անշարժ գույքը մեկի ավանդը։ Հա, այդ լիլայի ոդկասթում է ասում։ Հա, բետոն քարսիրող ժողովուրդ։ Ու նաև հետաքրքիր է, որ շատ ազգեր կան որտեղ։ Ես ասիական կողմը տենց է։ Չինաստանի անշարժ գույքը։ Մեր մոտ սեփականության իրավունքը եթե պաշտպանված է, ամենաշատը ոնց որ այդ անշարժ գույքի մասով է։ Այդ ամեն ինչը փոխկապակցված է։ Հա։ Պատմաբան Սուրենի հետ էինք խոսում այդ թեմայով, մի հատ հետաքրքիր ինսայթ ասեց, որ Ամերիկայում սեփականության իրավունքը փաստացի սկսեց աշխատել նրանից հետո, երբ որ փշալարը հնարեցին ու այդ պատմում էր ոնց ինչ որ մի բանի հայտնաբերումը նման ազդեցություն ունեցել երկրի վրա։ Փշալարը ինչ։ Դե մարդիկ սկսեցին իրենց հողատարածքները առանձնացնել, որ էսի իմ տարածքն է ու փշալարով առանձնացրած է, կոպիտ ասած։ Մինչև այդ ոչ մեկ չէր առանձնացնում աշխարհում։ Չէ, շատ ավելի դժվար է այդ ամեն ինչ անել ու թանկ։ Հա, այսինքն էժան միջոց է, բայց էժան միջոց է, ու ամերիկանից թվում է զարգացել համար հասկանալի է, նրանով որ մարդիկ մտավոր սեփականությունը սկսեցին լուրջ պաշտպանել, հա։ Մեր համար բետոնը հասկանալի է, շատ բիզնեսների տեսակ չէ։ Ամերիկան կարծես ինչքան շատ նորարարություն կա, որ Ամերիկայում է ծնվել, Ամերիկայից է եկել ու ամբողջ աշխարհին իրականում դրա օգուտները բերել է։ Հա, միանշանակ։ Այսօր այս միկրոֆոնները, չգիտեմ, այս կամերաները ճապոնական է, բայց պատենտները ինչ որ կլինի հաստատ ամերիկական, բայց միկրոֆոնները հաստատ ամերիկական է։ Շուրերն է։ Շուրը ամերիկական չի, կարող է սխալ ինֆո եմ տալի։ Դա հետաքրքիր դեպք է, ոնց է մեկը բամբակի վերամշակման համար ինչ որ գործիք բանանում, ոնց կարելի է հեշտ հավաքել, բայց մի կողմից կարծեմ պատենտավորած չի լինում, բայց մյուս կողմից ինքը այնքան պարզ գործիք է լինում, որ դրա պատենտավորելն էլ է դժվար լինում, այսինքն ցանկացած մարդ կարող սարքեր սանրի պես բան է, էլի։ Հա։ Իսկ ինքը այդ հայտնագործությունը ոնց որ անում է, բայց դրա օգուտները չի քաղում, ամբողջ բամբակ արտադրող էս ինչ որ պահի ամերիկան բամբակի վրա էր նստած, էլի, մինչև այդ ասենք ծխախոտի էր, հետո
չգիտեմ, նավթ հայտնվեց, ոսկի եւ այլն, բայց բամբակի պիրուտ կար։ Հիմա data center-ներն է։ Հա, իրանց մոտ դա հետաքրքիր, որ անընդհատ ինչ որ դարաշրջան կա, ինչ որ նոր բանի պիրուտ է գալիս, էլի, չգիտեմ, 20-րդ դարի սկզբին մեքենաներն էր, հետո այդ պատերազմից հետո երկրորդ համաշխարհային մասսայական սկսեցին այդ բաները թաղամասերը սարքել, հա, կոտեջային, հա, այդ արվարձանները սկսեցին զարգանալ, հետո այդ fast food-երը եւ այլն, հետո ինտերնետը, ֆինանսական, անընդհատ ինչ որ նոր բանի մեջ է ապրում էլ այդ երկիրը, անընդհատ վերագտնում է, բայց միշտ մեծանում է ու տրակում է։ Հիմա եկել ենք այս առաջի կես տարվա բանն էին նայե Ամերիկայի էկոնոմիկայի աճը։ Եթե data center-ների շինարարությունը չլներ, որը AI-ի համար են կառուցում, Ամերիկայի էկոնոմիկան չէր աճի։ 0% աճ կլներ, դոլի 0.1 տենց ինչ որ թիվեր։ Հիմա AI-ն է, AI-ի հետ փոխկապակցված սաղ կամպանիաներ այդ բաներն էլ աճում, հլա դեռ ակցիաները, կամպանիաներ կա, այդ cloud provider-ներ են, մի տարվա մեջ 200-300% աճել է գինը, բայց այդ արդեն բան չէ, այտենց առողջ աճ չի, շատերը խոսում են, որ նմանա փուչիկի։ Դե բարբերաբար փուչիկները լինում է, էլի, հա։ Հա, որովհետև համը արդեն խոսակցություններ կա, որ արդյոք այդքան գումար որ ներդրվում է data center-ների մեջ, իրանք կարողանան երբևէ եկամտաբերել են, թե չէ։ Որովհետև ահա որ մեծ բարձր պահանջարկի խաթեր ամեն ինչ թանկացել է։ Սկսած լույսից, Ամերիկան շատ թանկացել։ Հա։ Չգիտեմ, տենց է, բայց եթե վերադառնանք այդ բաների թեմային, ներդրումների թեմային, հա, Հայաստանը ամենահասկանալին ավանդն է ու անշարժույթն է, բայց սկսել է փոխվել շուկան։ Մարդիկ արդեն սկսում են տարբեր թեմաների մասին հետաքրքրվեն, խոսան ու մեր ալիքով է փողի մասինով միանշանակ այդ թեմաներին անդրադառնալու ենք, որովհետև դրա հողի վրա, քանի որ մենք կոպիտ ասած ինչ որ կապիտալ ունենք, որոշ քանակությամբ մարդիկ Հայաստանում ու անշարժ գույքից բացի ուրիշ բաներով էլ են սկսել հետաքրքրվել, ահա որ շատ զեղծարարություն կա, որ մարդկանց տենց խափում են, փողերը տանում են, խոստանալով, չգիտեմ, ամսական 20-30% աճ, այս 20%, 30% աճ ամսական այդ համարյան նոր պիրամիդաները, հա։ Այս վերջերս է Սամվել Մարտիրոսյան ասում, էլի մի հատ մեծ պիրամիդա կար, որտեղ շատ քանակությամբ մարդիկ կային ու մի քանի օր առաջ պայթեց այդ պիրամիդան։ Ու պայթելը որ նա փակվեց ու կորավ։ Ով ուշ էր մտել, էլի միլիոնավոր դոլարներ կորցրեցին նրա վրա, որ խոստացել են ամիսը 10%, 20% փող։ Նայեք ժողովուրդ, եթե տենց Գիտե այդ բաները ոնց որ բանկերի դզվելով վերացել է, բայց Չէ, ահա որ տարածված է ու հիմա էլ բանն է, deep fake-երը կան, որ մենակ չգիտեմ Facebook-ում կարող է գովազդենաս, որ Պուտինը Գազպրոմի ակցիա գովազդում ու մարդիկ մտնում առնում են ու մի հատ հարցը չեն տալի իրենց, բայց խի եմ ես Գազպրոմի ակցիաները կրիպտոյով առնում։ Կամ Պուտինի ինչ կապ ունի։ Պուտինը պարզ է ինչ կապ ունի, բայց դե խի պետք է ինքը Գազպրոմ գովազդեր էլի։ Բանը մեր վարչապետի վրով է տենց վիդեոներ կա, բայց դա չի աշխատում, որտեղ ռուսերենով է խոսում։ Հələ deepfake-ը չեն այդքան։ Հայերենով է արդեն բանը այդ Google-ի ալգորիթմները հայերենով լավ voice արդեն տալիս են, այնց որ շուտով եթե հայերենով ինչ որ տենց գովազդներ տեսնեք, որ ձեզ խոստանում է ինչ որ վարչապետ կամ ինչ որ падգամավոր կամ թեկուզ ես կամ Արաջ Հրաբյանը ամսական 10%, 20% աճ մի հավատացեք։ Ու վախենալու է այդ ամեն ինչը իրականում։ Խնալա որ մարդիկ հավատում են։ Այդ ամեն ինչը Ինչքան մենք ոդկաստ անենք, ես դու էլի մարդիկ։ Սամվելը մերով այդ ամեն ինչը ասելով։ Ֆինանսական գրագիտությունը եւ հարակից գրագիտությունները ինչքան անես մեկը ասենք քիչ է էլի։ Հա, ու նստապավորությունը մարդիկ գրում, վայ, այս ինչ լավ է որ sense բանկա չկար։ Ինչի չկար էլի։ Չկար, միանշանակ կար, դե կենտրոնական բանկն է դրանով ահագին ժամանակ զբաղվել է, բայց միշտ չի որ մարդկանց այդ ամեն ինչը հասնում է։
ու ինչքան շատ լինի այդ թեմայով ալիքներ ու մարդիկ, որ կխոսան, այնքան լավ, այնքան ավելի քիչ մարդ դրանից հիմա Ամերիկա քանի 100 տարի է այդ դրա մասին խոսում են, ինչքան ալիքներ կա ֆինանսական գրագիտության, բանկերն են զգուշացնում, չգիտեմ, թերթերում են գրում, բայց մեկ այլի մարդիկ այնտեղ 315 միլիոն մարդ է ապրում, որոնցից մի զգալի մասը անկիրթ է։ դե հա, բայց մեկը ասած սենա որ անընդհատ այդ ամեն ինչը ասվում է, բայց ոչ բոլորին է հասնում։ Դե մարդուն չի հետաքրքրում այդ ուղղվածությամբ փակ է իր մոտ, ինքը ինչքան ուզում ես ասա։ Դե հա, Սովորելու process-ը մի քիչ բան է։ դժվար է։ Խառն է, այսօր շատ խառն է։ Հա, այդ միջով ոդկասթը ենք խոսում, օրինակ մարդիկ կան, որ Google-ից չեն օգտվել, այսօր մի անգամից անցել են ChatGPT-ի կամ մնացած AI-ների ու իր այդ AI-ի տվածը, ասածը մարդիկ ընդունում են, որ դա այտենց վերջին ատյանի ճիշտն է, էլի, ու դա որ դու հասկանում ես այդ նույն ալգորիթմ ստեղծողները ոնց կարան մարդկանց մանիպուլացնեն ինչ որ ուղղվածության վրա, այդ էլ է այտենց վախենալու։ Արամն էր դրա մասին խոսում մեր կոնֆերանսին, Բախչանյանը, հա, որ հստակ ասենք իրանց նարատիվներով է, էլի, իրանց խոսույթներով, այսինքն առաջ չէ՞ որ այտենց հայտնի բոլորը դրա մասին են խոսում ամերիկյան Twitter-ում, եկսում որ Google-ի ալգորիթմին այդ AI-ին Gemini-ին ասել էին Ամերիկայի այդ ամերիկան ստեղծող հայրերի նկարը սարքել էին ու սաղ սև էին Netflix-ի սերիալների նման էլի։ Հա, դա էլ էր պատմում, ու մի հատ ինչ-որ MIT հետազոտություն էր պատմում, որ մի քանի խումբ ուսանողների վրա փորձարկում են արել, այն խումբը, որ ամեն ինչ մենակ արհեստական բանականությունով է սովորել, իրանց ուղեղները դե բան են արել, MRI են արել, չի աշխատում ուղեղը, այսինքն ինքը սկսում ես դեգրադացիա։ Բանի վրա նստած է, ոնց մալի են ասում, չէ՞, մեկ նարկոտիկի։ Դե բանը են, այդ ռիլերն էլ նման ազդեցություն ունեն շատ անգամ TikTok-ը, Instagram-ը, որ օգտագործում ես, պրոստը բթանում ես ու մի որոշ ժամանակ հետո հետ ենք նայելու, սա որպես տենց ծխելու նման մի բան է։ Եթե բան չունես, գիտելիք չունես, ասես տարեստական բանականությունը կարա քեզ ավելի շատ վնաս տա, կաստի օգուտ տա։ Դե հա, որտեվ մեր ընկերոջ Էդվարդի հետ էինք խոսում, որ հենց AI researcher-ա, սենց AI դու պետք է օգտագործես այն դեպքում, եթե այն հարցը, որ դու տալիս ես, դրա մասին գոնե բազային գիտելիք ունես, որ AI-ը երբ որ քեզ ժամանակ է խնայում, էլի։ հա, երբ որ քեզ խաբես, դու տենաս, որ ինքը խաբում է։ AI-ը research Բարբերաբար խաբում է, ասում ես չսա։ Իսկ եթե ես օրինակ դեղագործ չեմ, դեղագործության մասին հարցեր տամ, ինքը ինչ տա, ես տենց ընդունելու եմ, որ վաու, այս ինչ լավ պատասխան տվեց, որովհետև բառերը ինքը ճիշտ տեղը դնում է, բայց կոնտենտը բովանդակություն է, միշտ չի որ ճիշտ է։ Դες վերջերս մի քիչ թեմայի մեջ խորացա, դրա աուդիտը ոնց է արվում, այդտեղ դրսում տրեյնինգ է անում AI աուդիտը բավական հետաքրքիր է։ Դե ինքը ինչ է, պետք է կա մոդել, այդ մոդելին դատա են տալի, չէ, սովորացնում են, հետո այդտեղ նախ կարևոր է ինչ դատա է տալիս։ Ինչով է իրան սովորացնում, մոդելը ոնց է աշխատում, հետո ինքը խնդիրներ ունի, մեր տարածված խնդիրը հալուցինացիան է, այսինքն ինքը կարա շատ ճշմարտանման հիշություն քեզ գրի տա, ու դու կարաս չհասկանաս։ Տենց Ավստրալիայում էլ չէ, կարծեմ Deloitte-ը լուրջ խնդրի մեջ է, Ավստրալիայում Deloitte-ը կարծեմ 400 միլիոնի կարգ ինչ-որ թեմա կար, որ տենց հալուցինացիա եղած հաշվետվություն ուղարկել էին, ինչ-որ մեկը պետական համակարգում նստեք արտացել էր, նկատել էր, բռնացրել էր։ Մյուս խնդիրը drift-ն է, այսինքն ինքը կարա շատ լավ քեզ պատասխաններ տա, բայց ժամանակի ընթացքում դատա ավելանում է, լցվում է, սկսում է շեղվել։ Հա։ Ու նաև ոնց որ ասենք ցանկացած դատա համակարգ դու չես կարող ուղղակի դնես, հա, մեր հիմնական խնդիրներից մեկը որն օրինակ դատա համակարգը դնում են մի հատ
IT-շնիկ կա, որը համ այդ համակարգը աշխատացնողն է, համ դրա անվտանգությունն է ապահովում, համ դրա սպասարկումն է, ամեն ինչը ինքն է ու իրականում լուրջ ռիսկ է, մանավանդ ասենք ֆինանսական կառույցների, բանկերի համար։ Հիմա նույնը արհեստական բանականությունն է, դու ենթակառուցված չունես, դու համապատասխան մարդիկ չունես, հա դու կարող ես դնես, քեզ թվա այդ լավ բան է, բայց միանգամից ասենք ռիսկերի վրա ես նստում, որոնք քեզ շատ թանկ կարան նստեն։ Հա, դրա համար պետք է տենց կուրորեն նոր տեխնոլոգիայի հետևից պետք չի գնալ, էլի պետք է մտ հասկանալ։ Չէ, փորձարկել պետք է, բայց կուրորեն ոչ մի բան պետք չի անել, ու նաև պետք է ծախսերը, ռիսկերը թաշվես։ Հա, բայց մենք միշտ չի որ կարող ենք լավ այդ ռիսկերը հաշվենք, էլի։ Դա լա ԱԲ-ի դեպքում դա լա բարդ։ Դու ծախսերդ միշտ չի որ կարող ես հաշվես։ Ավելի բարդ արհեստական բանականության։ Ինչ առումով։ Շատ բաներ միախառնված է ու պլյուս քո ալգորիթմները բարդ են հասկանալու համար ինչից հետո է այդ ԱԲ-ն աշխատում է ամբային ինչ որ միտեղ լիքը տարբեր բաներ իրար հետ փոխկապակցված են էլի ու հստակ տարանջատել որը ինչքան է նստում ավելի բարդ է քան ստե սովորական տեխնոլոգիաներ էլի։ Իսկ հավատում եմ սովորականի դեպքում էլ ասենք կա total cost of ownership հասկացողություն, այսինքն ամբողջապես տեխնոլոգիան վրա ինչ է նստում, ոչ միայն ձեռք բերելու գինը, այլ դրա տարեկան սպասարկումը, քո մասնագետները, անվտանգությունը, մյուսը դու սերվերներ պետք է դնես, ենթակառուցվածքներ, այսինքն այդ ամեն ինչը որ չես հաշվում, պրիմիտիվ տենդերային մակարդակով երկու հատ առաջարկ ունես, մեկը թանկ է, մեկը էժան է, բայց որպեսզի դու դրանք համադրելի դարձնես, ամեն ինչը պետք է հաշվի առնես։ Իսկ Հայաստան ոնց ինչքան գիտեմ, բանա չէ, բանկերը այդ cloud-ի հետ կապված ոչ մի product-ից չեն կարող, չէ՞, օգտվել սաղ դատաները պետք է իրանց մոտ լոկալ պահվի։ Ոչ թե իրանց մոտ լոկալ պետք է պահվի, հիմա մի քանի բանկ աշխատում են, որպեսզի Հայաստանում իրանց ամպը ստեղծեն, հա, իրանց դատան։ Բայց դա օրենքով չի սահմանափակվում։ Օրենքով չի սահմանափակվում, տենց բան կա, խոսույթ կա կամ միֆ կա, որ սահմանափակվում է, շատերը ասում են կենտրոնական բանկը թույլ չի տալիս, որ իրանց կողքից լսում ես կենտրոնական բանկեր խոսակցությունը, կենտրոնական բանկը ասում է բերեք մեզ ցույց տվեք ոնց է կառավարում ռիսկերը ամպի։ Հա։ Ենթադրենք վաղը չեմ իսօր Amazon-ում օրինակ։ Վաղը չեմ իսօր էլի խնդիր ենք ունենում մեր հարևանների հետ ու մեր ինտերնետի կաբելը կտրում են օրինակ։ Ինչ է կանելու, որտեղ է դեր բակափը, որտեղից եք վերականգնելու այդ դատան, ուտեղ խոսակցությունը վերջանում է իրականում։ Բայց ԿԲ-ն չի արգելում, որովհետև չի կարելի, ասում է ռիսկ մենեջմենտը ցույց տա, ոնց է այդ ծայրահեղ դեպքերում կարողանում կառավարել ռիսկերը ու քանի որ այդքան հեշտ չի, մի քանի բանկ կա, գիտեմ, որ իրանց data center-ների վրա են աշխատում, այսինքն փորձում են ստեղծել այդ ամեն ինչը։ Հետաքրքիր է։ Դե բանը էլ իրական ազգային անվտանգության հարց է կա, եթե դու ունես ներքին այդ սերվերները, որտեղ ինչ որ չափով քո ինֆորմացիան պահվում է, թե ամեն ինչ Amazon-ում է կամ չգիտեմ Իսրայելի ինչ որ data center-ներում է։ Բլուս այն ինչ որ Amazon-ում է կամ ինչ որ ուրիշ տեղ է, դու առանձնապես շատ հսկողություն էլ չունես, ինչքանով է այդ տվյալները ապահով, ինչքանով ինքը հասանելի չի, ու ասած տարբեր Այդ պետք է վստահես Ամերիկայի օրենքին։ Հիմա որ ասենք Ռուսաստանը վստահի իրան տվյալները պահել Ամերիկայում, խնդիր է, լարվածություն կա, բարձր փողն են վերցնում ձեռներից, չէ՞։ Ինֆորմացիան հաստատ կվերցնեն։ Սանկցիաների տակ գցեցին, սառացրեցին, հիմա էլ դրանց եկած լրիվ տոկոսները բանը վերցնում են տալիս են Ուկրաինային։ Այդ ֆինանսական տեսանկյունից բավականին լուրջ խնդիր է, որովհետև ասենք Ամերիկան էլ Եվրոպան էլ 3A, 2A ռեյտինգներով երկրներ են, իրանց կառույցները, որոնք այդ միջոցները ներգրավում են, էլի բարձր ներդրումային ռեյտինգ ունեցող են։ Հիմա ռեյտինգ ի՞նչ է նշանակում, որ դու վարկային ռիսկ չունես, այսինքն քո գումարը, որ ինչ որ մեկին տվել ես,
ռիսկ, որ հետ չես ստանա, չունես։ Իրանք փաստացի, իրանք տարբեր միջազգային կառուցակարգերով դրեցին երկրին սահմանափակեցին իր գումարները հետ ստանալու բարձր ռեյտինգային ֆինանսական կառույցներից։ Իսկ դու փողը դրել ես, քեզ վաղը ասում են քո փողը մի քիչ լավ փող չի, հետ չենք տալիս, էլի։ Դե բանը, օրինակ, այդ թեման մինչև հիմա Twitter-ում քննարկում են շատ մասնակիցներ, օրինակ Թալեբն էլա դրա մասին խոսում, նա ասում Թալեբը, ասում երբ որ դու տենց բան արեցիր, դրա պատճառով օրինակ ոսկի գինը մի քանի տարի անընդհատ աճում է, որովհետև դրա մեջ շատ պետություններ ու անհատներ սկսեցին ռիսկ տենան ու իրենց համար Ամերիկայի չգիտեմ դոլարով պահելը դարավ ռիսկային, դրա համար շատերը սկսել են ոսկի առնել, ոսկու գինը եթե նայեք վերջին մի քանի տարվա մեջ ոսկի, կրիպտոն է, բայց կրիպտոն հեշտ է թրականել, համենայն դեպս մեծ մասը այդ լեգենդա էլի որ կրիպտոյով լեջերները տենց բաց է իրական կարաս տենաս wallet-ում, նա ոնց է ինչա, հատկապես եթե այդ կրիպտոն նենց երկրներում արվե, որտեղ կա օրենք ու դու առել ես դա կրեդիտ քարտով կամ քո բանկային հաշվով շատ հեշտ կարելի է տեսնել այդ որտեղից է գալի ու ում է գնում էլի։ Դե հա մի անգամ որ համահանում ես, նույնը մեր մոտ հիմա ասենք որ հեծը չգիտեմ ինչ են արել, պետականացրել են թե վերցրել են կառավարում են ինչ են անում, հիմա մենք չգիտենք, չէ, քանի ներդրողի մոտ, ռեալ ներդրողի մոտ ինչ բան է ստեղծել, վերաբերմունք։ Բնականաբար մարդիկ կզգուշանան, չէ։ Իսկ ստացվում է դու պահի ոնց որ հետ կապված, պահի իշխանության հետ կապված ռիսկեր ես վերցնում։ Ու որ փոխվի ինչ է լինելու։ Իսկ մի անգամ որ ոնց որ համը հանում ես երկրիդ ներդրումային բանը իջնում է նույնը։ Հայաստանի ռեյտինգ ինչքան է? BB- էր, չէ։ 2B-։ 2B-։ Ամերիկան 2B-A չէ, plus-ը չէ։ Չէ, Ամերիկան չէ triple A-ի հաստատ իջացրել են։ Այո, հա, բայց B չի։ Չէ, B չի, հա։ 3-ից իջացրել էին, այս բանը չեմ հիշում։ Այս վերջերս բանն էի վերանայում, այն Big Short-ը, Игра на понижение 2008 հետ կրեզիսի հետ կապված։ Հա, տեղա չէ որ գնում են այդ Moody's-ներ, ոնց որ Moody's-ի ներկայացուցիչի մոտ են, ասում ախպերս junk է, էլի աղբախեք, սրան triple A rating տվե։ Ասում դա եթե մենք չտայինք, մեր կոնկուրենտը կտի տար։ Ամերիկայի դեպքում ինչ բարդ ասենք, 2A-ը, 3A-ը, 3B-ը ինչ տարբերություն է, թե այնտեղ մի բան եղավ։ Չէ, դա համաշխարհային համակարգն է այդ փող կապակցված։ 30 տրիլիոն բարդ ունին։ Հա։ Դե համոզված եմ մենք էլ ենք ինչ որ չափով պարկ տվե իրան։ Հատ կարելի է նայել։ Իհարկե տվել ենք։ Դե հա, որտեվ մեր թոշակային ֆոնդերի ներդրումների մի մասը ամերիկյան պարտադիր միջազգային ռեզերվներն էլ ազգային միջազգային ռեզերվները, թոշակային ֆոնդերը ու նաև եթե ներդրումներ ունեք, չգիտեմ, ամենայն հավանականությամբ Ամերիկայի շուկայում այդ S&P 500 այս տարբեր ETF-ներ, կամպանիաներ կարդում է S&P 500-ի 35%-ը այդ խոշոր 7-9-ն են։ Հա, Magnificent 7։ Հա, 7։ Այդ բանն է Apple, Amazon, Facebook, Nvidia, Microsoft, ում բաց թողեցինք։ Google, հա, Google-ը ստարի լավ աճը։ Nvidia-ն 5 տրիլիոն է դառել։ Nvidia-ն, հա, բայց Nvidia-ն եսիմ բանը այդ Big Short-ի այդ դրա համար էր նա որ շորթ անես։ Չէ, ես բանը չեմ շորթում ոչ մի բան, այդ իմ մի քիչ ռիսկային է, եթե դրանով ամեն օր չես զբաղվում հաստատ չարժե։ Բայց ինչի էի վերանայում, որտեվ Michael Berry-ն այդ Big Short այդ գլխավոր հերոսը, որ ամերիկյան շարքույկի շուկան շորթել էր, մի քանի օր առաջ շորթեց Nvidia-ն ու Palantir-ը, այդ երկու ամենաարագ աճող ստոքերից էին, էլի վերջի տարիների 1 միլիարդից ավել չափով։ Ու տենց իր մասին հիշեցի ու որոշեցի վերանայել ֆիլմը մի հատ նորից։ Չէ, ես Nvidia չունեմ։ Ինքը 2008-ի
շորտանողն է։ Ինքը 2008-ի շորտանողն է, որ առաջինը բան էր արել, էդի նկատել էր, սկսել էր շորթեր, հետո մի քանի ուրիշ տրեյդերներ իր նկատածի վրա ոնց որ բան էին արել, այնց բռնել էին։ Չեմ սխալվում, 20 միլիարդ այդ բանի վրա փող աշխատել։ Չեմ հիշում թվերը, բայց ինքը հենց առաջիններ ու դրանով ինքը հայտնի դառավ սաղ աշխարհային, որպես այն մարդը, որ 2008-ից կյանքում մի անգամ տարբերակներից է, էլի։ Հա, հիմա բանա Nvidia-ն է շորթը, մեկ է Palantir-ը։ Palantir-ը այն բանն է, Peter Thiel-ի հիմնադրած ընկերություններից մեկն է։ Պետական դատաներն է ուսումնասիրում, կպցնում իրար, ինսայթներ տալի, բանակին է օգնում, ոստիկանությանը, հատուկ ծառայություններին, FBI-ին, Անգլիայում կա, Ամերիկայում կա, Իսրայելում կա, ոնց որ ընկերությունն է, որ պետական համակարգերին հիմնականում օգնում է իրենց դատաները կպցնեն իրար ու այդ դատայից ինչ որ ինսայթներ ստանան կամ ավելի լավ կառավարեն։ Խոսակցություններ կար, որ ես վերջերս ուզում եմ բան անեն։ Ամերիկայի Social Security դատան, վիզաների դատան, մեկի հարկանի դատան փորձեն կպցնեն իրար ու դա ասում են նրա համար են անում, որ պարզ լինի իմիգրանտների շատ որտեն խափում ու կօգնի բան անել այդ deportation-ին, բայց այդ զուտ հա Twitter-ի մակարդակի խոսակցություններ է, բայց ահագին շատ այտենց high level մարդեր է դի քննարկում, անգամ քաղաքական գործիչներ բան։ Չգիտեմ, ես վերջերս Twitter շատ եմ նայում։ Վերջի սաղ բամբասանքներ ընդի ասեցի։ Իսկ Մասկը նոր բան սարքեց, չէ՞, Վիկիպեդիայի կոնկուրենտ։ Հա։ Արհեստական բանականությունով դրեց գրեց լրիվ։ Ոնց հասկանում եմ, հա, չեմ օգտվել, չեմ կարող շատ բան ասեմ, բայց Մասկը արդեն ահագին երկար ժամանակ մի քանի տարի է ինքը անընդհատ Վիկիպեդիայից բողոքում էր, ասում էր, այնտեղ շատ քաղաքականացված է, ուլտրալիբերալ հայացքներով դատա կա, էլի։ Շատ ավելի դեպի լիբերալ կողմնա, biased, կողմնակալ է Վիկիպեդիան։ Ну որոշ հարցերում ճիշտ է, որոշ հարցերում չէ, ինքն էլ է այդ կոպիտ ասած մի քիչ մանիպուլյացիոն ինֆորմացիա։ Նույնիսկ տեսած չէ, $1 տրիլիոն կոմպենսացիոն փաթեթ հաստատեցին իր բաժնետերեր իր համար։ Հա, բայց այդ ինձ թվերի պետք է հասնի, որ դա ստանա, որ շատ անհավանական է, էլի։ Ֆանտաստիկայի ժանրից է, էլի։ Հա։ Հա։ Ընդ որում մեքենաների վաճառքով ինքը Թոփինգի մեջ էլ չի էլի։ Բանը այդ Արտյոմի հետ, որ այսօր ստեղ չի, Արտյոմի հետ ենք այդ թեմայով խոսում, որ խիա Տեսլայի գինը այդքան բարձր, օրինակ իմ համար է այդքան հասկանալի չի, ինչի է այդ ստոքը այդ կամպանիան այդքան թանկ, որտեվ ավտո է էլի արտադրում, բայց Արտյոմը ասում էր դե պետք է Տեսլային մի քիչ լայն նայես ու տեսնես ինվեստորները ինչ են սպասում, որտեվ ինքը իրականում առաջի ռոբոտիկս կամպանիան է այդ մասսայով, որտեվ իր ավտոները կոպիտ ասած ինքը ավտո չի, ռոբոտներ են էլի, ռոբոտ խոստում է ծախ։ Ու այդ նոր ռոբոտները, որ ուզում են սարքեն, որ հիմնված է անելու իրենց տեխնոլոգիաների հիման վրա, դե Տեսլայից է ավել իսկական աշխարհի վիդեոդատա ոչ մի ընկերություն չունի։ Ու իրանց ասելով այդ վիդեոդատայի հիման վրա իրանք կկարողանան տրեյն անեն, որ ռոբոտներն է կարողանան աշխարհը ճանաչեն։ Ու պլյուս տենց ահագին իրանք լուրջ տեխնոլոգիա ունեն ու չիպեր ունեն, որը հենց օգտագործվում է Տեսլայի մեքենաների մեջ ու կան օգտագործում։ Իսկ բանը անցավ իրանց, որ մարդիկ Տեսլաները վաճառում էին։ Հա, այդտենց է շատ ազդեցություն։ Մոռացան, հա, արդեն հեշտ։ Դե քաղաքականությունից դուրս եկավ բան արեցին, էլի այդպես արագ ուրիշ թարգետ գտան։ Այդպես մեդիայի ինֆորմացիայի արագությունը այնտեղ էլ մեզնից արագ է, մարդիկ շատ արագ մոռանում են այն ինչ որ երեք դա ամենաակտուալ խնդիրներ էլի։ Մեր մոտ էլ է տենց, այնտեղ էլ է տենց, ամենտեղ է տենց է։ Ամեն օր հայտնվում է այսօրվա ամենակարևոր հարցը, որը մի քանի օրից բոլորը մոռանում են։ Դե ինձ թվում է մարդիկ կան չեն մոռանում։ Ես ձեռա տալի որ բոլորը մոռանան, բայց մի մասը չեն մոռանում։ Չեն մոռանում, բայց հարցենա արդյոք հետևողական են այդ հարցի շուրջ թե չէ։
փաստը ցույց է տալի, որ մարդկանց մեծամասնությունը անգամ եթե չեն մոռանում, հետևողական չեն այդ հարցերի շուրջ։ Դա եմ ասում, էլի որ հետևողական է, իրանք են աշխարհի Հա, շահողները։ հա, բան է, մի քանի բան կա, որ անում ես, դժվար է չհաջողել այդ։ Օրինակ նույն Ամերիկայում միշտ բան են անում, որ մարդը անհատ է, այդ անհատը ոնց որ պետությանն է, իրականում պետությունը փորձում է բոլորին անհատ սարքել, անհատներին ավելի հեշտ է կառավարել։ Հա։ Բայց որ նայում ես իրանց ղեկավարները, իրանց էլիտաները, իրանք բոլորը դինաստիաներ են։ Դե Ամերիկայում այդ դինաստիաները իրական ահագին արագ էլ փոխվում են, կան ընտանիքներ, որ չգիտեմ, մի քանի 100 տարի այնտեղ են, կոնգրեսում են կամ հարուստ ընտանիքներ են, բայց օրինակ նույն Իլոն Մասկը ինքը իմիգրանտ է։ Ինքը դաժե Ամերիկայում չի ծնվել, ինքը տենց ինչ որ ուժեղ դինաստիայից չի։ Կամ դրա համար էլ իրանից հետո ոչ մի բան չի մնա իրանից։ Ճիշտ է, ինքը 12 թե քանի երեխա ունի, չէ՞։ Չգիտեմ։ Նույն կամ բանը Փիթեր Թայլը, որ PayPal-ի հետ հիմնադիր էին իրանց հետ, այդ Palantir-ի հիմնադիրը Փիթեր Թայլն է, Կան խոսքը բիզնեսմենների մասին չի, ավելի քաղաքական էլիտաների մասին։ Քաղաքական էլիտան այնտեղ ընտանիքներ կան։ Վերջերս Vanderbilt-ի մասին էի կարդում, գիտես որ ամենահարուստ 19-րդ դարի ամենահարուստ ամերիկացին է եղել 3 դասարանի կրթությամբ։ Գրած էր թե իր փողերը ինչ է եղել։ Մի 1-2 սերունդ հետո լրիվ փոշիացել գնացել է։ Ինքը այդքան ստեղծել է, ժառանգել է, իրենց ժառանգները տենց վարեն տվե։ Դե հիմա ավելի լավ ձևեր կա, trust-եր են սարքում, այդ trust-երը որ մի քանի 100 տարի կարան գնան էլի։ Այսինքն իր հաջորդ ժառանգը չի կարող լրիվ ունեցվածքը վատնի։ Trust են դնում այդ գումարը ու ամեն ամիս այդ մարդիկ ինչ որ գումար են ստանում կամ կառավարման իրավունք են ստանում, բայց իրավունք չունեն օրինակ ծախեն այդ ամեն ինչը։ Բայց ամեն դեպքում, երբ որ դու այդ հարստության բեռի տակ ես ու ճիշտ ես դաստիարակվել, քո կյանքը ինչ է։ Դինաստիան, ես ինչ որ ասում եմ, իրանք մեթոդիկ իրանք հաջորդ սերունդի քաղաքական գործիչներին են էլիտաներին ասենց ասեմ, էլի կարող պարտադիր չի քաղաքականության հենց մեջ լինեն, բայց իրանք որոշակի պատմական հիշողության կրող են, էլի, շարունակականության։ Համալսարանի, չգիտեմ, տնօրեն լինեն, մեծ կորպորացիայի տնօրեն, ինչ որ սենատոր, տենց դարերով եկող։ Բուշերն է, Քենեդիներն է, չգիտեմ, էլի կան։ Հա, շատ կան։ Ռուզվելտներն էին, հա, 2 Ռուզվելտ կային, չէ՞, իրանք իրար բարեկամ էին։ Հա։ Դե երկար անկախություն ունեցող Ասեմ, այդ կարճ ժամկետը ուրիշներին կառավարելու համար լավ է, մանավանդ այսօր էլ անընդհատ ամեն օր նոր մեդիա դաշտ անընդհատ նոր բան է լուծվում, ճիշտ է։ Ու նախորդ օրվա բանը մաքրում է անընդհատ ու լիքը մարդել մանավանդ նոր սերունդից թվում այդ ծավալի մեջ կորում է։ Դե երևի ամենալավ ձևը քիչ մեդիայից օգտվելն է ու ֆոկուսը լինել քո աշխատանքի վրա։ Այն ինչ որ քեզ թվում է։ Դե չգիտեմ, ինչի ամենալավ ձևն է դա։ Արդյունքի հասնելու։ Որովհետև դու ամեն օր եթե մեդիայից օգտվում, ամեն օր դու տարբեր տրամադրությունների ազդեցության տակ ես։ Դա չի բերելու նրան, որ դու քո աշխատանքը անելու ես լավ։ Եթե քո աշխատանքը այդ մեդիան չի։ Որովհետև մարդիկ կան, որ կոնկրետ մասնագիտացված ստատուս գրող են ու իրանք միշտ ամեն օր կատարողի մասին կարծիք ունեն։ Ու մարդիկ կան, որ սպասում են, որ այդ մարդ հասի այս հարցի շուրջ ինչ մտածեն մնացած էլի։ Օրինակ ես լավա թե վատա։ Կարծիք ստեղծողներն են, պլյուս լիքը ֆեյքերի բանակներ կան, էլի։ Դե այսօր բանը ոնց որ այդպես բոլորի համար պարզա ոնց է սոցցանցերը աշխատում, ինչ ձև է մանիպուլացվում, դրա համար ես Գիտեմ, բոլորի համար պարզա թե չէ։ Տարուց ավելա Facebook-ից ընդհանրապես չեմ օգտվում ու ասեմ կյանքի որակը դրանից մենակ լավացել է։ Մենակ լավացել է։ Մի քիչ բան եմ կարդում, Twitter-ում կարդում, որտեվ բայց Twitter-ի հայկական տիրույթ կա։ Քիչ է, շատ քիչ են։ Այսինքն դասի Ես կարդում եմ բանի, ավելի շատ ֆինանսական թեմաների շուրջ էլի։
Մի քիչ Instagram եմ օգտագործում, հետո Instagram, TikTok նույն բանն էլ է։ Ու այդ իմ օրվա շատ փոքր կտորն եմ ես սարքել ու դա մենակ լավ ազդում իմ պրոդուկտիվության վրա ու նաև հոգեկան առողջության, որտեղ Facebook-ից ես դարել է արդեն բան, այնց անընդհատ ինձ թվում էր աշխարհի վերջն է։ Փոխաբերական իմաստով, որտեղ անընդհատ վատ է։ Իսկ անընդհատ այդ նեգատիվի մեջ, որ դու ապրում ես, քեզ դժվար է լինել պրոդուկտիվ։ Չգիտեմ։ Կարող է սխալ եմ ասում, բայց դե Նոր դիլիջանում ծանոթ մարդ եմ տեսնում, ասում դու փաստորեն ասում են տելևիզորի մեջ ես հեռախոսը տելևիզորի չէ YouTube-ի տելևիզորը մեկն է այն դից մեր օտնես մեկը հայ կմոտիկացող դու են YouTube-ի տղեն ես չէ вообще Արսենի տղեն եմ բայց չգիտեմ բանա մեդիան շատ կարևոր է կախված մարդիկ ինչ մեդիա են օգտագործում դրանից անգամ շատ անգամ կարողանում ես կանխատեսել իրանց պահելաձևը դրա համար պետք է փորձել տարբեր աղբյուրներից օգտվել, որտեղ տենց ուսումնասիրություններ կան, օրինակ, եթե Fox News-ես նայում, սենց ես հմեկ ես նայում, ավելի հավանական է սենց կանես, չգիտեմ, TV5 ես նայում, ավելի հավանական է սենց կանես, CNN-ես նայում, ավելի հավանական է սենց կանես։ Ու այն ինչ որ դու consume ես անում, ինչ որ դու օգտագործում ես մեդիայի առումով, շատ մեծ ազդեցություն ունի քո մտածելակերպի որոշում կայացնելու վրա ու դրա համար պետք է մեդիայից շատ զգույշ օգտագործել, որտեղ ինչ տենում ես չես ուտում, չէ՞։ Որտեղ քաշ կարաս հավաքես, կարաս թունավորվես, նույնն է ինֆորմացիան, ամենախտ պետք չի օգտագործել։ Նու մեդիան էլ գրքերն էլ էլի դրանք են։ Հա, լավ ազդում մարդու վրա։ Միանշանակ։ Ես փորձում եմ քիչ մեդիայից օգտվեմ, որտեղ զգացի, որ դա այն վրա լավ չի ազդում, որտեղ իմ մտքերը դարել էր ուրիշի մտքերը։ Նո, ուրիշի մտքերը դարել էր իմ մտքերը։ Ինչ որ իրոք ինչ որ ժամանակ հետո դու սկսում ես մտածես ոնց որ բոլորը քո խմբի ներկայացուցիչները որ այս բանը այդտեղ էլ ոնց որ հետմանալու խնդիր կա էլի չէ թեմայից դուրս մնալ հետո ինչ մի բան չիմացանք ինչ այդ Թալեբն էլ ասում ես միշտ էդի կրկնել եմ որ եթե ուզում ես հասկանալ նորությունները ինչ հիմարությունն է կարծրա մի ամսվա թերթ այն ինչ որ այդ օրը կարևոր էր թվում այսօր խնդավլ է պրոստը վերադառնանք փողի մասին այդ փողը ասացի ոնց որ ահագին էս կոմենտում շեղվեցին բայց ինքը տես լավ տաբու է մեր մոտ ես հիշում եմ որ աշխատանքի հարցազրույցներ էինք անում մարդկանց մեծ մասին որ հարցնում ես ինչի համար եք ուզում էլի մեր մոտ կա գործի ամեն ինչ ասում են բացի փողը հա ասում ես փողը ձեզ չի հետաքրքրում հո հետաքրքրում ոչ մի չի գալի ասի ինձ հետաքրքիր է էս եւ փողը մարդիկ քաշվում են ու պլյուս մարդիկ փողի մասին չեն ասում էլի փողը մեր մոտ բացասական բան ունի երանգ ունի բայց դա ես այդ թեմայով սկսել եմ մտածում ու բերում է շատ վատ հետևանքների որովհետեւ մարդիկ չեն ասում օրինակ չգիտեմ ես տունը ես առել եմ վարկով ես ավտոն ես առել եմ վարկով ու իմ թվացյալ լավ կյանքը ընդհանրապես այնա որ ես քեզանից ավելի շատ պարկ ունեմ ու մարդիկ այդ ամեն ինչը տեսնելով մտածում են որ իրանք բոլորից հետ են մնում ու իրանք էլ են գնում վարկով ավտո վերցնում, վարկով տուն վերցնում կամ վարկով արձակուրդ գնում կամ ամենավերջի iPhone-ը անընդհատ օգտագործում ու դա բերում է նրան որ բոլորին թվում է որ բոլորը լավ են ապրում բայց հետո դու բացում ես բանկերի քաղաքը ու ջոկում ես որ բանկերն են լավ ոչ թե մարդիկ էլի որովհետև հետաձգված այդ բանը էլի ընդհանրապես չեն խոսում սինդրոմը 70-ական 80-ականներին Ամերիկայում է սկսել դե ամերիկացիք բոլորը պարտկիտակ թաղված են չէ ոչ բոլորը նու շատերը երևի նու շատերը հա ազգովի իրանք ամենաշատ պարտվեցնողն են հա ու այդ կարծում եմ այդ ամերիկանայում է բացատրում ոնց եղավ էլի ասում եմ մինչև այդ 70-ականները պլյուս մինուս ամերիկացիները իրար նման կենցաղ ունեին Հեսա մակարդակ բոլոր ունեին մեծամասամբ ունեին տուն, մեքենա ու տենց մի քիչ կարող է իրարից տարբերվեր այդ մեքենան տունը հետո ասում եմ 80-ականներին այդ ինվեստիցիոն բանկիրները բաները հայտ եկան որոնք սկսեցին շատ փողեր աշխատել ու այդ շատ փողերը բերեց նրան որ այդ
հարևանների մեջ տարբերությունները սկսեցին շատանալ, քանի որ իրանք սովոր էին, որ նույն ձևի կենսամակարդակ պետք է ունենան, ավելի քիչ վաստակողները սկսեցին գնալ ավելի շատ վարկ վերցնել, որպեսզի հետ չմնան։ Հա։ Ու դա ժամանակի ընթացքում բերեց այդ ծանրաբեռնվածությանը։ Վարկը վատ գործիք չի։ Շատ մարդկանց համար վարկը միակ ձևն է սեփական անշարժ գույք ունենալու համար, որովհետև ոչ իրանք դիսցիպլինա ունեն այդ գումարը հավաքելու, ոչ չեն անի։ Շատ մարդ չի անի, իրական վատ ձև չի ինքը սեփական որոշ սեփականություն ունենալու համար, բայց վարկը կարա նաև շատ վտանգավոր գործիք դառնա, որը կարա քո կյանքը խորտակի։ Որտեվ բոլորս էլ գիտենք, տեսել ենք, պատկերացնում ենք, վարկեր ունեցել ենք ու այդ սխալ Դենայց ինչի համար ես վարկ վերցնում, վարկ ես վերցնում, որ ընտանիքդ կեցարան, հա, տուն ունենա, թե վարկ ես վերցնում, որ հարևանիդ մեքենայից ավելի վատ մեքենա չքշես, էլի։ Դե Որովհետև մարդիկ ինչ կմտածեն քո մասին։ Չէ, դե բանը մարդիկ վարկով հարսանիք են անում։ Մարդիկ վարկով ծնունդ են անում։ Մարդիկ վարկով, չգիտեմ, բաներ են անում, գյուղ վարկ են վերցնում, գնում են ավտո են առնում։ Կամ բիզնեսի համար վարկ են վերցնում, փոխառություն են տալի իրանց, գնում են ավտո են վերցնում, էլի։ Այսինքն այդ սոցիալական Սրանից մի 20 տարի առաջ առևտրային բանկում էի աշխատում, ինձ վարկերի գծով պատասխանատուն էի։ Այս մեծ հաճախորդ եկավ, ջրի գործարան էր, սեփականատերն էր ու տնօրենը։ Իսկ գնացինք, նայեցինք, վերլուծություն արեցինք եւ այլն, վերջը վարկ տվեցինք։ Հաջորդ անգամ պատոհանից տեսա, որ նոր ջիպով է բանկ, ասած որ վարկը առաջնահերթ գնացել է ջիպի վրա։ Դե ինչ ասես։ Բայց մարդը կա այդ վարկը վերցնում է իր համար տուն ունեցվածք է ստեղծում, նորմալ վճարում է, եղած դեպքում ավելի շատ է վճարում, շուտ վերջացնում է։ Այս որ Դե նայ, ասենք մեքենա առնելը այդ ոնց որ սպառում է։ Երբ որ դու վարկը դնում ես բիզնեսի մեջ, օրինակ շրջանառու միջոցներ կամ հիմնական միջոցներ, այդ ներդրում է, որը փող է քեզ հետ բերում։ Նրանից որ դու ասենք $20,000 մեքենայի տեղը $100,000 մեքենա ես քշում, քո բիզնեսը դրանից չի լավանում։ Դե կարող է լավանա, ասենք, դες X-ի գործերը ինչ լավ է, ինչ Այնքան լավ ավտո է, է որ- քշում, գնանք իր այդ գործ բռնենք։ Չգիտեմ, բանը է, որ եթե ստատստան ոնց որ հենց կենտրոնական բանկներ արած ուսումնասիրություն, եթե չեմ սխալվում, մեր մոտ շատ մեծ քանակությամբ մարդիկ չունեն ընդհանրապես խնայողություններ։ Ու հարցը նա չէ, որ բոլորը աղքատ են դրա համար չունեն։ Միջին, չգիտեմ, եկամուտներ ունեցող, դրանից բարձր ունեցող շատ ընտանիքներ կան, որ տանը 2 հոգի էլ աշխատում է, որ մեկը խնայողություններ չունեն։ Գլխի մեջ չէ էլի աղքատությունը։ Չի ասի միշտ, որ դա ճիշտ է։ Դե հարուստ երկրները, լավ ապրող երկրները շատերը լուրջ խնայողություններ ունեն։ Դե նույն ամերիկացիները, որով եթե խոսքը գնա, չէ՞ որ իրանք վարկեր ունեն։ Օրինակ միջին ամերիկացին, որ չգիտեմ $10,000 կրեդիտ քարտի վարկ ունի, ինքը խնայողություն է ունի։ $10,000 կրեդիտ քարտի վարկ է։ Հա, չգիտեմ, իր 401k-ն է, կամ հենց ունի խնայողական հաշիվ, որտեղ ինքը ամեն ամիս կամ տարին մի քանի անգամ գումար է գցում։ Այսինքն վարկերին զուգահեռ իրանք նաև ունեն խնայողություններ։ Կամ որ չունեն, բայց մեր մոտ խնայողություններ շատ քիչ մարդ ունի, բայց այդ խնայողությունները ոնց որ ահագին հարց է կողմը։ Մենակ ֆինանսական հարց չի լուծում, ոնց որ ոդքասթը։ Այ ամերիկացիների դեպքում իրանք աշխարհի ամենամեծ կապիտալի շուկան են։ Նույնիսկ եթե միջին ամերիկացին ինքը խնայողություն չունենա, մեկ այն աշխարհի խնայողություն ունեցողները բերում են գումարները իրանց մոտ են շատ հաճախ դնում, որովհետև ֆինանսական ենթակառուցվածքը ամենազարգացածն է։ Այո։
Ամենաշատ Ամերիկայի պարտատոմսն առնում, ամենաշատ բայց հիմա ասենք մեր մոտ դա տենց չի կար աշխատել, այսինքն որպեսզի մենք զարգանանք, մեզ պետք է մեր խնայողությունները ունենալ եւ երկրի ներսում ունենալ գործիքներ, որպեսզի այդ խնայողությունները մնան։ Դե մյուս կողմից է այդ գործիքները չունենք, հիմա որ խնայում է մեկ հատ փողը դուրս է գալի Հայաստանից, եթե ստե անշարժ գույք չի առնում։ Լավագույն դեպքում ստեղի լոկալ ընկերությունների պարտատոմսերն են, ավանդնա պարտատոմսն է։ Պարտատոմսերի շուկան ահագին զարգացել է Հայաստանում։ Չգիտեմ, շուտ թվեր է պետք նայել։ Դե կազմակերպությունների քանակությունը, որ պարտատոմսեր թողարկել է, առաջնորդ բանկերն էին ու հեծներ ոնց որ։ Հիմա շատ մասնավոր ընկերություններ կան, որ պարտատոմս են թողարկում ու այդ պարտատոմսերը լրացությամբ աշխատում են։ Վիվասելներ չէ 30 միլիոնի պարտատոմս թողարկեց Թիմ Տելեկոմ, հա։ Վիվասելը 30 միլիարդի էր։ Հա, միլիոնի չէր։ Թիմն էլ 70 քանի միլիոնի կար։ Հեծը շատ մեծ քանակությամբ թողարկեց, բանկերն են շատ մեծ։ Այդ նորմալ է, որ իրենք թողարկեն, այդ կոմունալ ծառայություններ մատուցողների պարագայում դա շատ նորմալ է, որտեղ իրենք ունեն կանխատեսելի դրամական հոսքեր։ Բայց իրանցից դուրս մի քիչ տենց այդքան շատ չկա ինձ թվում։ Դե Վահագի հետ ենք խոսում, Ստամինայի իրանք է թողարկեցին, իրանք 40 քաներորդ, տոլի 50 քաներորդ ընկերությունն էին բանկերից բացի, որ թողարկել էին պարտատոմս։ Ճիշտ է, թիվը մեծ չի, բայց 0-ից շատ մեծ է։ Մենակ Ամոնձին որ աչքովս ընկավ, արդեն 700 միլիարդ դրամի կարգի գումար կուտակել։ Հա։ Պարտատոմսերը որ նայես դրա համեմատ թիվ չի էլի։ Դե այնտեղ պարտադիր։ Այն մեծ պարտատոմսերը պետությունն է թողարկում։ Ունա մեծ պարտկատերը պետությունն է։ Հա։ Դե կփոխվի ինձ շուկան։ Հիմա տենդենսները գրում են նրան, որ փոխվում է։ Բայց պարտատոմսը ավանդը այդքան բան չի, ինչքան կարևոր է, որ փողը կապիտալի տեսքով աշխատի երկրի տնտեսության մեջ։ Մենք այն օրը քննարկում ունեինք Մատենայում, այս թեման էր, որ փող կա երկրում, բայց կապիտալ քիչ կա։ Հա դու եթե ինչ-որ ընկերություններ չկա, որ դա կարաս ներդրում անես, շատ քիչ է։ Դե Samsung-ը չէ՞ մի հատ պլատֆորմա բացել, Equify ստարտափներում կարաս անես, էլ ինչ կա։ Մի քանի հատ բաց բաժնետիրական հայկական ընկերություն կա։ Պլատֆորմային մեր քննարկումը օրինակ հանգեց նրան, որ մենք լուրջ վստահության խնդիր ունենք։ Հա։ Մարդիկ իրար չեն վստահում, դրա համար էլ բիզնեսներից շատերը, ասենք 1 կամ 2 բաժնետեր ունեն։ Այդ պարագայում, երբ որ մարդ չի վստահում, ինքը պատրաստ չի բացել իր ընկերությունը եւ ասել բերեք իմ մոտ բաժնետեր դառեք, ես պատրաստ եմ կառավարումս տապանցիկ դարձնեմ, պատրաստ եմ ձեր մոտից, չգիտեմ, խորհրդի անդամ ունենալ, դուք տեսնեք ինչա կատարվում այդ ամեն ինչը տապանցիկ աուդիտ անենք, հրապարակենք։ Մինչև այսօր ընտանեկան բիզնեսներ են, էլի։ Դե բայց ոչ թե որովհետեւ, այլ պատճառը հենց այդ է, որ վստահությունը մեր մոտ անցյալին ուղղված է։ Ու այդ մենք միայնակ չենք այդտեղ, մենք չի որ այդպես հայկական ֆենոմեն է։ Իտալիա, Իսպանիա, նույնիսկ Գերմանիա, ասիական երկրներ չեմ ասում։ Անցյալին ուղղված որն է մեր փոխադարձ վստահության մոդելը, դա խնամի ծանոթ բարեկամ ընտանիք կամ ավելի մեծ իմաստով ընտանիք գաղափարն է, որ անցյալի վրա է հիմնված, ճիշտ է, ինչ որ պահի մարդիկ ամուսնացել են, միություն են կազմել, երեխաներ են ունեցել, իրանց տնտեսական շահերը եւս փոխկապակցել են իրար հետ եւ ինչ որ ընտանեկան բիզնեսը ինչ է, ինչ որ ընտանիքի է պատկանում, ճիշտ է։ Ի տարբերություն դրա հոլանդացիների հնարած ստեղծած բաժնետիրական ընկերությունները, որը հետո այնց անգլոսաքսոնական աշխարհում տարածվեցին, իրանք ապագայի վստահություն են, այսինքն գալիս է Իլոն Մասկ, ասում է ես ստեղծել եմ առաջին ռոբոտացված գործարանը։ Մենք հավատում ենք իր ընկերության ու մարդիկ իրան հավատում են, փող են տալիս։ Մեր մոտ որ մեկը գա տենց բան ասի, կասեն դու մեր ընտանիքից չես, չէ։ Ես մի հարավաֆրիկացի հանդիպել ես վերջերս Կատարում։ Ինքն էլ էր բողոքում, ասում է
իմ երկրում Հարավային Աֆրիկայում ինքը սպիտակ էր էլի բնականաբար իմ մշակույթը ասում է նաև որ ես մարդուն տեսնում եմ առաջի անգամ ես իրեն վստահում եմ ինչեւ որ ինքը չարաշահի իմ վստահությունը Այստեղ հակառակն է, ասում ոչ մեկի չի վստահում, մինչև չգիտեմ ինչ պետք է տեղի ունենա, որ քեզ սկսեն վստահել։ Դրա մասին բանն է, Մալկոմ Գլադվելի ոնց որ վերջի գիրքներ կամ նախավերջի Talking to Strangers։ Հենց խոսում է այդ վստահության հասարակությունները ու չվստահության որ default-ը քո մոտ վստահելն է, թե չվստահելն է։ Ու այն երկրները, որտեղ default-ը վստահելն է, բնականաբար դա մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի շատ ավելի տրանզակցիան կոստերը ամեն տրանզակցիայի գինը շատ ավելի բնականաբար պլյուս մարդիկ շատ ավելի շատ հնարավորություններ են փորձում հա էքսպլոր անում կարան սխալվեն բայց մի բանա ես ու դու գործանենք չստացվի մի բանա գործանենք իրար վստահենք մեկը սկսի մյուսին խաբել չէ ու մեր մոտ այդ ոնց որ default մոդն է այսինքն Քանի որ խափելը կա, բոլորը շուստրի են, բոլորը տենց առանց հերթ մտնող են, բոլորը գիտեն վատ դերած բանը ոնց միանգամից վերցնել, դու անընդհատ տեղում պատտվում ես։ Ոնց որ Արտուրն էր Չապայան ասում մեր ոդկասթին, ասում ասած կամերային sense նայած մի խափեք իրար, հայր։ Մի խափեք։ Նետա Նենց որ մենակ հարցը փողը չի, փող լինելը չի, երկու բան կա, մեկը այդ վստահությունն է, մեկը քո մասշտաբներն են, պրոյեկտներն են եւ մտածողությունն է։ Այո։ Փոքր, քանի որ մեր պրոյեկտները ներհայաստանյան բավականին փոքր են, իրանց համար տենց լուրջ բաներ ստեղծել պետք չի, հա։ Կորպորացիաներ, բաժնետիրական ընկերություններ, հա, օրինակ Ամերիկայում դրանք ոնց ստեղծվեցին 19-րդ դարի սկզբերին ջրանցքներ էին ուզում սարքել, նույնիսկ 18-ի վերջում Ջորջ Վաշինգտոնը մինչև պրեզիդենտ դառնալը, տենց մի հատ կորպորացիայի բաներ, կորպորացիա չէր, նույնիսկ կարծեմ ինչ-որ նախաձեռնություն էր կիսավոճ շահույթ հետապնդող, դրա բան էին դրա ղեկավար, որ ինքը կարողանա փող հավաքի ու ջրանցք սարքեն։ Նույնիսկ խոստում ոչ բոլորը տվեցին խոստումներ, բայց ով որ խոստումներ տվել, նույնիսկ իրանց գումարները չկարեցան հավաքեն, հետո ինքը պրեզիդենտ դառավ, այդ ամեն ինչ թողեց։ Բայց 19-րդ դարի սկզբին Նյու Յորքում այդ ամեն ինչը սարքում են կոմերցիոն պրոյեկտ, տակը թողարկում են պարտատոմսեր, հստակ հաշվարկով, որ այդ ջրանցքով այսքան նավ անցնելու ամեն անցած իսկան բեռա տանելու այդ բեռը այսքան փողա բերելու ու այդ պարտատոմսերը շատ այդ լուրջ գումար կարողացան հավաքեն, այդ ամեն ինչը աշխատեց, հետո մեր մոտ ոնց էր որ ժամանակին դեղատաներ ու կոմիսիոններ էին բացվում, այդ պերիոդում Ամերիկայում սկսեցին ամենտեղ ջրանցքներ սարքել, նույնիսկ լիքը տեղ այդ բաբլից էինք, չէ՞ խոսում, ջրանցքների ժամանակ էլ ա եղել լիքը տեղ սարքել են, որ դրա կարիքը չի եղել իրականում։ Հետո բաններ, երկաթգիծներ։ Դու երկաթգիծներ, որը էլի մեծ փող էր պահանջում, այսինքն մի հոգու փողով չէր կարա սարքեիր։ Մեր մոտ քանի որ տենց մեծ նախագծեր չկան, մի խնդիրը դա է, որ դու ըստեյության եւ մեծ բաժնետիրական ընկերության, որտեղ շատ մարդ փողա դնելու կարիք չունես, որովհետեւ շահութաբեր պրոյեկտը հաստատ ինչ որ մեկի գրպանով է լինելու, ինչ որ մեկի նկատի ունեմ մեր արդեն ձևավորված բիզնես խմբերի, ընտանեկան բիզնես խմբերի։ Եվ մյուսը վստահության խնդիրն է, որոշ չափով տեսնում ենք այս նոր տնտեսությունում, հա, այդ գիտելիքահեն, որտեղ միավորվում են այդ ստարտափները, որտեղ իրանց թիմերին բաժնետեր են սարքում ու իրանք ավելի նաև դուս են մտածում, հա, օրինակ, չգիտեմ, CRISP նույնն, հա։ Տեղի շուկայի վրա ինչ-որ փոքր պրոյեկտ չէ, գլոբալ բան է, այդ մասերով ինչ-որ բաներ կարա լինի, բայց շատ չէ էլի, ու էլի տենց ոնց որ նեղ խումբ է մարդկանց, հա, բայց փոփոխություն կա, դրական տեղաշարժը հագին կա, միանշանակ կա, բայց հարցը թե դու ինչ-որ մի օր, թեկուզ 50-100 տարի հետո շանս ունես դառնալու տենց ազատական կապիտալի շուկա, թե մեկը կիսատեսելի մնա։ Այդ հարցին որ ճիշտ պատասխանելն է, կարող շատ հարստանա։
Էլ ինչ կա։ Էդ ոնց որ այդ նոր պրոյեկտն է որ անում ենք, շատ լավ ֆիդբեք ունի մարկանցից, շատերը գրում են որ հենց դրա կարիք ունեն։ Հենց որ բարձից բարձու փողի մասին է կփորձենք բանանենք էլի ֆինանսական Դե փողի մասին ավելի մասսայական է, բարձից բարձը մի քիչ ավելի նիշային է։ Դե երկուսն է նույնը։ Ինձ էս վերջերս միտեղ ես նայած ուր գնում եմ պարտադիր 1 2 3 հոգի մոտենում են շնորհակալություն են հայտնում կամ ասում են որ նայում են մի անծանոթ իրականում ասեց որ կարճ է իր համար մի ժամանոց ոդկասթները գերադասեր ավելի երկար լինի հաստատ ռեյրենջ նայողորը ընդ որում ասում էր շատ high level եք խոսում բարձր ոնց որ նոտաների մակարդակի վրա եք խոսում քիչ ավելի դետալ է ամեն ինչը դե մյուսը բան կանենք մեր մոտ փողի մասին կգաք հյուր ավելի մանրամասն կխոսենք հենց ֆինանսների մասին խնայելու ու ներդնելու օֆիցիալ հրավիրում փորձենք կրթությունն էլ ալս է հետաքրքիր թեմա ես Դավիթի հետ բան ոդկասթը լսեցի IB հա իրա տենց բոլոր մարտահրավերներով դե շատերը ասում են բանա կրթությունից է ամեն ինչ գալիս բայց օրինակ թեզ կա որ երկրները սկզբում հարստանում են հետո են կրթությունը լավացնում ու ամեն երկիրն է տարբեր ձև է այդ որ երկիրն է Եվրոպան այդ ահագին կրթություն ուներ, բայց իր կրթության աճը ավելի շատ սկսեց, երբ որ, չգիտեմ, Հնդկաստանն ու Ամերիկան թալանեցին ու արդեն կապիտալ շատ կար, այդ կապիտալը սկսվեց օգտագործել ինստիտուցիոնալ կրթական համակարգ ստեղծելու։ Այդտենց ինչ-որ մի գիծ չի կամ մի ձև չի, օրինակ ֆիները իրանց կրթության վրա սկսել են լուրջ ներդրում անել եւ դրանով զբաղվել 1950-ական թվականներին, երբ որ իրանք խորը տնտեսական փոսի մեջ են եղել։ Իրանք հասկացել են, որ երկարաժամկետ այդ փոսից մենակ կարան էապես կրթությունը բարելավելու միջոցով։ Հիմա Եվրոպայում կամ Անգլիայում հնարավոր է, որ այդքան բերած փողերը վերածվել են ոնց որ քանակը որակի է վերածվել։ Այսինքն իրանց մոտ բավականին ամեն ինչ տենց մեթոդիկ է։ Իսկ մեր նման երկրներում ոնց որ մենք կրթության այլ ընտրանք չունենք։ Պրոստը չունենք։ Մարդիկ պետքա կրթվեն ու կարենանք կրթության միջոցով ավելացված արժեք ստեղծենք։ Ստում է թե մենք չկրթվենք նախ կվերանանք։ Հա։ Երկրորդը մեր ապրելն էլ իմաստ չունի։ Որովհետև եթե դու չես կրթվում, քո հասարակությունը մնում է անարդար հասարակություն։ Իսկ եթե մենք պետք է մնանք անարդար հասարակություն, նախ ինքը ցնցումներով շատ հղի, այսինքն դու բարբերաբար 18 թիվ ես ունենալու։ Հա։ Ու ընդհանրապես իմաստը ո՞րն է երկիր ունենալու, եթե քո բնակչության մի մեծ մասը պետք է դժբախտ լինի կամ աղքատ լինի։ Դու չես կարողանալու սերունդներին ապահովես արդարություն, իսկ այդ արդարությունը այդ լավ գիրք կա այդ բանի 7 փոքր երկրների մասին արդարությունը կրթության միջոցով է գալիս, այդ ոչ թե թալանացը հետ բերելու միջոցով է գալիս, այդ թալանացը հետ բերելը դա փակ արատավոր շղթա է անընդհատ դու մեկը մյուսի հետևից պետք է անգնի Էլի մեկը անցյալին է ուղղված, մեկը ապագային։ Կրթությունը ապագային։ Թալանացը հետ բերել, այդ անընդհատ անցյալը փորել ու դրա վերջ չկա։ Հիմա արդեն գնացել են ազնվության կետ կա, եթե մարդիկ զգան որ կոպիտ ասած թալանել են, այսօր վայելում են, այդտեղ ազնվություն չկա։ Ինչ-որ մի ձևի պետք է երկիրը կարողանա գիծ քաշի, պայմանավորվի, որովհետև իսկ որ տուգանքները ներում են, այդ օրինակ ինչ է։ Դե ես մարդը որ իր տուգանքները վճարել էր, ես ներվել էի։ Բայց բարբերաբար տարբեր երկրներ օրինակ հարկային ամնիստիա են անում կամ ինչ-որ այլ ամնիստիա են անում, չէ՞, ասենք նույն ամնիստիան ինչ է, հանցագործին դուս են թողում,
որոշակի մարդասիրական նկատառումներից ելնելով։ Հիմա դու գիծ չես քաշում, դու անընդհատ անցյալի մեջ ես, այդ գիծը ոնց ես քաշում, դրանից հետո արդյոք օրինակ Ամերիկայում այդ գիծը ոնց էին քաշում, այդ հարուստները նաև պետության դրդմամբ տարբեր համալսարաններում փող էին դնում, endowment էին դնում։ Այդ անունը գրում են, ասենք համալսարանի վրա գրած է ընդհանրենք Vanderbilt կամ գրած է Rockefeller։ Երկուսն էլ ըստ էության կորպորատիվ գիշատիչներ են եղել, կամ Carnegie-ն։ Իրանք կյանքի ընթացքում գիշատիչներ են եղել, տարբեր մարդկանց եւ ճակատագրեր են անարել եւ բիզնես շատ գիշատիչ մրցակցություն են ունեցել, Vanderbilt ընդհանրապես այդպես աֆերիստ է եղել էլի, բայց ի վերջո իրանք հետևից թողած ժառանգությամբ եկել են նրան, որ ապագայի մեջ են փող դրել։ Նույն Carnegie-ն ինչով է հայտնի, որ իր այդ US Steel-ը բաժնետիրական դարձնելուց հետո 1 միլիարդ իրան փող եկավ, ու ինքը նստեց մի տրակտատ գրեց, թե հարուստները ոնց պիտի գնան այս կյանքից, իրանց հետ այդ փողերը չպիտի տանան, ուր պիտի տանես, ու ինքը սկսեց փողեր դնել այդ գրադարանների մեջ, համալսարաններին տվեց, պատերազմի վետերաններին եւ տարբեր այդպես լիքը բաների մեջ դրեց, իսկն ապագայի մեջ դրեց։ Հիմա մաքրվելու ձևը դա է, որ պայմանավորվես, այդ մարդիկ կամավոր բերեն այդ փողերը դնեն, իրանց անունը գրես, իրանց էգոն շոյես եւ այլն, որովհետեւ այլապես դու չես գտնի ամբողջ փողը, ու անընդհատ տենց ինչ որ հիմար բանի մեջ ես լինելու, փոխանակ կրթություն զարգացնես, որովհետեւ կրթությունը ինչով է նպաստում արդարությանը, ինքը համեմատաբար ավելի շատ երեխաների թույլ է տալիս սոցիալական լիֆտ ունենալ, այսինքն ավելի լավ ապրել, քան իր ծնողները, այսինքն ինքը աղքատ ընտանիքից է, բայց պետությունը ապահովում է որոշակի բոլորի համար մատչելի որակյալ կրթություն, որը օրինակ Ֆինլանդիան է ապահովում։ Այդ երեխեքը ունենում են շանս իրանց ծնողներից ավելի լավ ապրելու։ Չի նշանակում բոլորը ավելի լավ են ապրելու, կամ բոլորը ավելի լավ են սովորում, բայց պետությունը մաքսիմալ անում է, որ բոլորը այն մինիմալը կարողանան սովորել։ Բայց այդ սովորելը նաև կարևոր է, ինչքանով է անհատը հասարակության մասնակից է, որ մեր մոտ փորձեցին այդ եկամուտների հայտարարագրումը մտցնել ու ձախողեցին, ճիշտ է, որովհետև այդ ամեն ինչը արվեց հապճ, որովհետև ամեն ինչ չէին հաշվառել, բայց նաև մարդիկ պատրաստ չեն, մարդիկ կրթված չեն։ Իրանք չեն հասկանում իրանց ինչին է պետք։ Հա։ Նաև դիզայնի խնդիր կար, այդ ամեն ինչը պարզել չէր ինչի համար է պետք, բայց եթե այդ ամեն ինչը արածը լիներ, մեր մարդիկ այդ քաղաքացիական գիտակցությունը չունեն, իսկ դա դու մենակ կրթությունով կարաս տաս։ Կրթությունով կարաս երեխուն բացատրես, որ մեքենայից բան գցելը լավ չի, փողոցում աղտոտելը լավ չի, երբ որ քո պետությունը քեզ կանչում է ինչ-որ բանի համար, օրինակ, չգիտեմ, վարժական հավաքների, դրանից փախնելը պատվավոր չի, եւ այլն, այսինքն քաղաքացու տարբեր բաները դու մենակ կրթությամբ կարաս տաս։ Ու կրթությունը այդ երկուսին գումարած երկուսը չի կամ անգլերենը չի, էլի։ Ավելի կոմպլեքս համակարգ է, հա։ Այդ քո արժեքներն, այդ քո հայրենասիրությունն, այդ քո պետության քաղաքացի լինելն է։ Ու ինչքան կրթված են, այդքան ավելի երկիր ավելի հեշտ է առաջ գնում։ Այսօր Շվեդիայում սկսել են ռազմական բաներ անել, հա, նախապատրաստվում են, իմ ընկերն այնտեղ է։ Ավելի շատ մարդ է դիմում գնալու բանակ, քան իրանք սելեկցիա են անում, ամեն մարդու չեն վերցնում։ Այդ կրթության արդյունքն է, հա։ Հա, վստահ եմ, որ կրթության արդյունքն է։ Մարդիկ հասկանում են ինչի համար, մարդիկ պատրաստ են գնալ։ Դժվար հարց է, բայց որ կրթության որակը պետք է բարձրացնել, այդ միանշանակ։ Դե այդ հեշտ է ասել, բայց շատ բարդ հարց է։ Դե ինձ թվում է ոնց պիտի բարձրացնես կրթության որակը։ Այդ նախ դարձնել ֆոկուսը լինի քո համար, երկրի համար ֆինանսավորումա ու նաև որոշ անհատների աշխատանքել։
որոշ անհատների։ Չգիտեմ, օրինակ մարդիկ նույն բարձից բարձը կամ փողի մասին իրանք կրթական ծրագրեր են։ Հա, բայց ինքը տենց կրթություն չի ինքը։ Ինքը կրթություն չի, բայց ինքը նաև օգնում է։ Ադամ Գրանտն էլ էր խորացել էս վերջի իր գրքի մեջ, որը իմիջիայլուց թարգմանությունը նաև իմ նախաձեռնությամբ շուտով էս ամսավերջ պետք է որ գիրքը վերջինը թաքնված պոտենցիալն է, hidden potential։ Այդտեղ երկու բան կա, նախ ցանկացած բան անելու համար բնականաբար գումար է պետք դնել, բայց հետաքրքիր բաներ կա, ինքը համեմատություններ է անում, օրինակ նույն Ամերիկայում անգամներով ավելի շատ փող են ծախսում կրթության վրա, բայց չեն ստանում են որակ ինչ-որ Ֆինլանդիայում, եւ նաեւ Ամերիկայում ավելի շատ փող են ծախսում առողջապահության վրա, օրինակ չեն ստանում նույն որակ ինչ-որ Սինգապուրում։ Հա։ Սինգապուրում, որովհետեւ բժշկի մասնագիտությունը հարգված է, ու դա մենակ փողով չես կարող անես, էլի։ Ամերիկայում բժիշկը իր ժամանակի 40%-ը ծախսում է թղթաբանության վրա, որովհետև իրան բոլորը դատի են տալիս։ Սինգապուրում բժշկին դատի տալը դա չլսված բան է, ոչ մի մտքով չի անցնում։ Ֆինլանդիայում տարական դպրոցի ուսուցիչը ամենահարգի մասնագիտություններից է։ Ուրեմն տղամարդկանց մեջ երկրորդ տեղն է, որպես ցանկալի ամուսին, կանանց մեջ առաջի տեղն է, որպես ցանկալի կին։ Ու իրանք դրան հասել են տարբեր կոմպլեքս ձևերով, ոչ ծախսելով ավելի շատ, քան ամերիկացիները։ Դա ֆոկուսն է, ցանկություններն է, բայց ինքը շատ կոմպլեքս է։ Ամերիկայում օրինակ ինչի չի ստացվում։ Ամերիկայում ուսուցիչ չեն դառնում լավագույն ուսանողները։ Ինչի, որովհետև Ամերիկան փողի մասին երկիր է։ Եթե դու այդքան ուժեղ ես եղել քո համասարանում, դու գնաս լիքը փող կաշխատես, ոչ թե գնաս ինվեստիցիոն բանկեր կդառնաս։ Հա, պայմանական ասած։ Ֆինը ուրիշ ձև է մտածում։ Ասում է ինձ ինչ նրանից, որ ես ինվեստիցիոն բանկիր լինեմ, չնայած իրանք ինվեստիցիոն բանկիրներ չեն, բայց գնամ լիքը փող աշխատեմ ու նստեմ այդ փողի վրա։ Ես ասենք 100 երեխու կրթելով շատ ավելի մեծ կյանքի բավարարվածություն եմ ստանում, իմ երկրի համար ավելի շատ բան եմ անում, քան թե ես գնամ այդ շատ փող աշխատեմ, ավելի մեծ տուն առնեմ ու նստեմ նրա մեջ։ Դու այդ ամերիկացուն չես կարող բացատրես։ Դե բան է։ Ուզում ասեմ, մենք պիտի հասկանանք մենք որտեղ ենք, մենք ինչքանով շանս ունենք ուսուցիչի, օրինակ ես այդ հարցը Փախչյանյանին տվեցի, ինքը տենց հեչ օպտիմիստական պատասխան չտվեց։ Որտեղ մենք հլա դեռ ավելի շատ դեպի փողն ենք։ 30 տարի քանդել ենք ինչ ունեինք։ Հա։ Ու մեր համար փողը շատ կարևոր է։ Կառավարությունը վերկանա կամ վարչապետը վերկանասի վաղվանից բոլոր ուսուցիչներին մենք հարգելու ենք, տենց լինելու։ Չնայած որ ամեն մարդ ինքը իր երեխու ուսուցիչին հարգում է, չէ՞, որովհետև իր երեխուն կրթություն տվողն է։ Բայց կարող է նույն ասենք ռեպետիտորին ավելի հարգի, քան ընդհանուր դպրոցին, որովհետև ընդհանուր դպրոցի նկատմամբ այդ վստահությունը չկա։ Այո։ Այդ կոմպլեքս համակարգեր են, որոնց մեր խելքը չի հասնում։ Կոմպլեքս բաներ մենք չենք սիրում անել։ Մենք սիրում ենք բան։ Բարձր է տես։ Ուդար գնդակ գոլ, ու դա էլ միշտ չի ստացվում։ Հա։ Էտա։ Լավ։ Մերսի շատ։ Մինչ յուր գալը փողի մասին, սիրելի ունկնդիրներ, դիտորդներ, շնորհակալություն, որ մեզ հետևում եք։ Եթե հավանում եք այն ինչ անում ենք, սեղմեք զանգի կոճակը, բաժանորդագրվեք եւ կհանդիպենք շուտով։ Հա, չմոռանաք։ Անպայման կբաժանորդագրվեք այս ալիքին ու լայք կդնեք։ Կապ չունի հավանել եք թե չէ։